Խնդրում եմ համոզիր թող չգան։ Հորքուր իսկ ես ինչ կարող եմ անել։ Այն ինչ դու կարող ես անել, ոչ ոք չի կարող։ Դե հա, ես սիրում եմ իմ շահերը պաշտպանել։ Դե այս դեպքում էլ քո շահերը պաշտպանիր։ Դու չես հասկանում, որ գան ինչ կլինի։ Պետք չի ինձ ասել ինչ կլինի, երբ գան։ Թող գան, հետո կհասկանանք։ Մտածում ես զարմացնելու ես բոլորին։ Չէ։ Չես մտածել, որ քո իսկ վառած կրակի մեջ այրվելու ես։ Ինչ սենտիմենտալ ես դարձել, հորքուր։ Չէ, սենտիմենտալ չեմ դարձել։ Նորից եմ ասում, խոսի հետները։ Ասա, որ Բակրատի հետ խաղի մեջ չմտնեն ընդդեմ շախունցների։ Համոզի գոնե թող ինքը չգա։ Աննա, Հետո մեզ տենց խնդրում, որ չգա։ խոսան վերջացնեմ կզրուցենք Աննա ջան։ Հորքուր ես քեզ հարց տվեցի։ Իսկ դու մի խեղճացի, հորքուր։ Պատասխանի։ Կարելի էր ենթադրել ում հետ ես խոսում։ Իսկ ինչ խնդիր ունես դու մեր շփման հետ կապված։ Տարիները անցնում են, բայց դու նույնն ես մնում։ Այդ լավ, նույնիսկ շատ լավ հատկություն է, բայց չէ քո նման փոփոխական։ Օրը մի տրամադրություն ունես։ Դուր ինձ հեռախոսը։ Իսկ կարող է հեռախոսին ձեռքից վերցնելու փոխարեն իրան սաստեիր։ Թե չես կարողանում շատ ես սիրում։ Իսկ ինչի պիտի չսիրի։ Ով ասել, որ մենակ քո կողքին պետքա լինի էգոիստ։ Լիլիթ վերջացրու։ Չէ, թող լսի։ Թող իմանա, որ դու մենակ իր սեփականությունը չես, որ ամբողջ կյանքդ նվիրել ես իրան ու իր երեխեքին։ Հա, ու հիմա էլ նոր ծնվող երեխու մասին պետքա հոգ տանես։ Իմիջայլոց քույրիկս, շնորհավորում եմ, նորից մամա ես դառնալու։ Շնորհակալ եմ։ Կասես հիմա ինչ կա մտքիդ։ Դե հերիքա։ Երկուսդ էլ վերջացրեք։ Ոչինչ էլ չենք պլանավորում, ուղղակի շփվում ենք։ Իսկ դու նույնիսկ այս հասարակ շփումից ես ուզում մեզ զրկած լինես, էգոիստ մարդ։ Այ Լիլիթ։ Աննա բալես։ Հորքուր ոչ մի բան չեմ ուզում լսեմ։ Դու ազատ մարդ ես ու եթե շատ ես ուզում կարող ես գնալ Լիլիթի հետ ապրել։ Խոսելուց առաջ մտածիր։ Քեզ ոչ մեկ չի սեփականաշնորհել։ Ու կարիք չկա որ դու անհանգստանաս ոչին ոչ էլ իմ երեխեքի համար։ Ինձ ոչ ոք չի կարող սեփականաշնորհել։ Ես իմ կամքով եմ այստեղ։ Ես նույնիսկ ինքնասիրությանս վրայով անցա, որ կողքիդ լինեմ, հոգ տանեմ քո ու երեխեքիդ մասին։ Ան, այսքան ժամանակ դու ինձ սուտ չես ասել, ջուր բան է փոխվել մեր կյանքում։ Քեզ ինչ եղավ։ Դիլիջանից եմ գալիս, չես հավատա, բայց այն ինչը գտա։ Եթե չես գտել, այդ դեռ չի նշանակում, որ ես քեզ խաբել եմ։ Որտեղ է Հենրին։ Դու պիտի իր տեղը իմանաս։ Եթե դու չգիտես Աննան որտեղից իմանա։ Մի րոպե էլի ժողովուրդ։ Ես Աննային լավ եմ ճանաչում, բայց այսքան ժամանակ դու ինձ չես ստել։ Ու ինչի ես հիմա որոշել ինձ ստել, որտեղ է Հենրին, ճիշտն ասա։ Ուզում ես հավատա, ուզում ես մի հավատա, բայց ես չգիտեմ Հենրին որտեղ է։ Ինձ ասել է, որ գնում է Դիլիջան։ Իսկ կարող է նորից պապայի օգնության մտիմել։ Չեմ կարծում։ Չգիտեմ ինչի ես դրանում այդքան համոզված չեմ։ Աննա, Հորքուր էլ չեմ ուզում ոչ մի բան լսեմ։ Ինչքան ուզում ես շփվի Լիլիթի հետ, մենակ ես քեզ խնդրում եմ, իրան իմ ընտանիք մի բեր։ Ու դու ուզում էիր հրաժարվեիր այս հրաշքից։ Պարզվեց ես էլ եմ սոված։ Չէ, սիրունս,
Ուղղակի ինձ տեսար ախորժակը բացվեց։ Քո ասածն է։ Ես ոնց որ քո ջերմիջեցնողը լինեմ։ Դե այն երեխեքի պես էլի, որ հիվանդ են լինում, հաց չեն ուտում, հետո հենց դեղը խմում են, տաքությունը հիշտում է, ախորժակներն էլ բացվում է։ Հենրի շատ մեծ կարծիք ես քո մասին գիտես։ Ասում եմ, բայց ապրի հոպարավակը։ Քեզ որ Թիֆլիս չբերեր, սենց հավեսով դժվար էլ հաց ուտեինք։ Անգել, բայց սենց չեղավ։ Քեզ տեսնում։ Ոյ Հենրի, ու ես երեխա չեմ, ես կուտեմ։ Բայց ինչ կլինի, ուզում եմ իմ ձեռքով քեզ ուտացնեմ։ Դե որ տենց, հա։ Դե լավ, կեր։ Սեմ ինչ լավ ազանգեցիր։ Ես անընդհատ մտածում եմ զանգեմ, չզանգեմ։ Ո՞նց ես։ Վատ։ Ինչի։ Ինչի է եղբայրդ իմ վիրահատության գումարը տվել։ Իրանով էր խնդրել։ Ինչ ասեցիր, չհասկացա։ Կարող է դու ես խնդրել, որ վիրահատությանս համար եղբայրդ վճարի։ Ոնց մի րոպե։ Հենրին է վճարել քո վիրահատության գումարը։ Վայնա, պետք չի բանից անտեղի խաղալ։ Սեմ կներես, բայց ես չեմ խաղում։ Ես նախ բանից անտեղյակ եմ, երկրորդն էլ շոկի մեջ եմ Հենրի ես քայլից։ Լավ, Հենրի, ստեղից կարաս արդեն գնաս։ Այս մթին քեզ մենակ թողնեմ, մոռացի։ 2 րոպե եւ ես տանն եմ։ Այդքան մոտ է տոնը ստեղից։ Լավ, ինչ է քեզ թվում, որ պապատ դրսում նստած մեզ է սպասում։ Ինքը տանը ու չի էլ մտածում, որ ես եմ քեզ ուղեկցում։ Հենրի, վերջացրու, վայ, արի ստեղ իրար հրաժեշտ տանք։ Ուրեմն ասա վաղը քանիսին ենք հանդիպում։ Չգիտեմ, կխոսանք լավ, իսկ հիմա գնա, բարի գիշեր։ Սենց չոր։ Բարի գիշեր։ Այս ուրիշ բան։ Հենրի, ուր ես գալիս, ասեցի հետևիցս մի արի։ Լսի, ես Թիֆլիսին շատ է դուր գալիս։ Օպարավոյին ասա մի քիչ երկար մնա։ Ասեցի հետևիցս չգաս։ Լավ, գնում եմ, չեմ գալիս։ Հենրի։ Կշվել ես, վախեցա։ Չգիտեմ դու ոնց, բայց ես առանց քեզ չեմ կարող։ Ձյաց Միքո։ Դու ինչ ես անում ստեղ։ Ես եմ բարդ ես։
Ընկերդ ուր է։ Յա։ Տեսա ջան։ Ես քեզ գիշերով ինչ ես անում ստեղ։ Կարող է կարոտը տեր խեղդում, թե սերը տեր տանջում։ Սա քո տանն ինչ է անում։ Ով Կարոն։ Կարոն իմ հյուրն է։ Քեզ գժի տեղ մի դիր։ Ինչ կապ ունեք իրար հետ դուք։ Ես գիշերով եկել ես այդ պարզես։ Ես եկել եմ Բագրատ պապի տուն, որովհետև դե Հենրին Իմ թորոնս հյուրը նաև իմ հյուրն է։ Ու ինքը կարա այստեղ ապրի, ինչքան կուզի։ Ու ստանա այն օգնությունը, որը իրան պետք է։ Էս ինչ հեքիաթ ես պատմում, Բագրատ։ Հայ սատանա։ Կարող է գնաց թողես քնենք։ Ուշ է։ Հերին ուր է։ Հենրի հայրը դու ես։ Ինձնից ես հետաքրքրում Հենրին ուր է։ Ուր է Հերին։ Մի տղա էլ չես կարում դաստիարակես։ Ես լավ դաստիարակում էի։ Կյանք էի սովորեցնում։ Ինչի բռնեցիր տարար։ Միապե։ Ուր է Հերին։ Եթե սա ստեղ է, ուրեմն Հերին էլ է ստեղ։ Ձյազբիքո հորս սարը Հենրին ստե չի։ Դու գոնե հորդ տեսել ես, որ երթվում ես հորդ արև։ Բայց դու շատ կեղտոտ բերան ունես, Միքո։ Ասում եմ ուր է Հերին։ Չգոռաս, ես դու ես էլ իմ տունը, որ գտնես, հետդ կտանես, անցի։ Վապ։ Մամ, Ջան, ո՞նց եք։ շատ լավ։ Կներեք ուշ գալու համար։ Ոնց ես բալես։ Շատ լավ եմ։ Աղջկաս տրամադրությունը լավ է, աչքերը փայլում է, ավակ։ Ես ձեզ շատ եմ սիրում։ Մենք էլ քեզ ենք սիրում, Շատ, շատ, շատ։ Ասում էի, չէ, կմոռանա այդ տղային։ Դա Աստված։ Գերեն չի չես ուտում։ Հերի, ինչ կլինի, գնա։ Ինչ ես քեզ գործը։ Մեկ դիլիջան ես վազում, մեկ էլ Բագրադեստում ես վազում։ Պիտի գտնեմ այդ լակոտին, թե չէ։ Ինգել ես հետևից որ ինչ, ազատ բաստող ինչ ուզում է թող անի։ Հեշտ ես ասում բաստող։ Շատ հնարավոր է հիմա գնացել է այդ աղջկա հետևից։ Տղա ջան, ոչ թե հնարավոր է, հաստատված իրողություն է դա։ Զանգում ես չի վերցնում։ Պատասխան չկա։ Ուրեմն իր հետ էլ։ Բայց չէր կարա տենց հեշտ ու արագ հետքին դուրս գար դրանց։ Իսկ ես ինչ է թվում, կարող է իրանք իրար հետ կապի մեջ չեն եղել։ Բայց ես տեսա Հենրիի զարմանքը, երբ որ իմացա, որ այդ աղջիկը գնում է երկրից։ Միքայել, արի կլինի, այս քո պարտությունը, այս պատերազմի։ Հաստատի, վերցրա քո վրա, որ պարտված ես էլի։ Դու գոնե հասկանում ես այս խոսքերի իմաստը։ Իմ պարտությունն ու Հենրիի հաղթանակը այն կլինի, որ այդ աղջիկը
Սոսի աղջիկը։ Գամ էր տուն հարս։ Դա ինքը գալիս է իր ամորտուն հարս։ Շատ վատ պահ ես ընտրել հումոր անելու համար, պապ ջան։ Դա ժամանակին այդ կայլին չգնայիր։ Դա որ ոտք դրես մեր տուն ուշ թե շուտ այդ գաղտնիքը բացվելու է։ Ու ինչ գաղտնիքի մասին է խոսքը։ Ավակ հեռախոսը տա։ Հեռախոսը տա։ Ինչ։ Ինչ է եղել։ Ավակ ինչ է եղել։ Դպրոցն է վարվում, ինչ ա եղել։ Ինչ։ Ինչ դպրոցն ա վարվում։ Ավակ ինչ ես խոսում, ոնց վարվում է։ Իմ դպրոցն ա վարվում, ամբողջ գրադարանն ա վարվում։ Ավակ հանգստացի, պատմի ոնց է եղել։ Ոնց հանգստանամ, երբ իմ դպրոցն ա վարվում։ Պապ, ինչ է եղել։ Դպրոցն է այրվում։ Ոնց է դպրոցն է վարվում, ինչից։ Ինչից։ Չես գուշակում։ Չես գուշակում, որ քո այն հերի ձեռքի գործն է։ Չէ, պապ, անհնար է։ Ավակ դեռ քանի հաստատ չգիտեք ոնց կարաս մեղադրես։ Վիկտորիա, կասկածում ես, միակ բանը, որ նա կարող էր անել, մեզ ներսից ոչնչացնելը։ Այրելով մեր ողջ կենսագրությունը, իմ դպրոցը, իմ գրադարանը։ Պապ, բայց ինչի ես մտածում, որ հենց Հենրին է արել։ Ուրա։ Հիմա չես ասելու ինչ գաղտնիքի մասին է խոսքը։ Դու հարցան մենք կարող է պատահի քեզանից գաղտնիք ունենանք, ինչ գաղտնիք։ Հա, Միգայել։ Հայսկականից ինչ գաղտնիք։ Ինչ գաղտնիքի մասին է խոսքը։ Խոսքդ մի փոխի։ Լսի, ես չեմ հասկանում, ձեր մոտ գենետիկա է ուրիշի խոսակցությունները լսելը։ Հերու տղա նստած խոսում ենք մեր գործերից։ Ինչ պարտադիր է ինչ որ խոսակցության մեջ մտնես։ Կարաս նենց անես, որ մենք պատկերացնենք դու ստեղ չես եղել, չես լսել այս խոսակցությունը։ Չէ, չեմ կարող։ Ես ինչ է ժամին զանգում, ֆատերազա տեսել, ինչ է արել։ Ներեցեք սիրելիս, թույլ կտաք զանգին պատասխանեմ։ Այդ զանգին հետո էլ կարող ես պատասխանել, ավելի լավ է դու իմ հարցին պատասխանես։ Այդ ինչ գաղտնիքի մասին էիր խոսում։ Շատ կարևոր զանգ է։ Իսկ մեր բոլոր գաղտնիքները կքննարկենք ննջարանում։ Համաձայն չես ինձ հետ սիրելիս։ Տղա ջան, կանայք առանց ինտրիգների չեն կարող։ Չգիտես դու դրա մասին։ Գաղտնիք է դա, ասեմ իմացի։ Ննջարանում։
Ննջարանում սիրելիս, գաղտնիքների բանալին ննջարանում է։ Դու ինձանից խելացի ես, այդ ամեն ինչի ձևերը գիտես։ Իջի ներքև կգամ։ Պատասխանը տես նրան զանգելով։ Ով է։ Հեսա կլսես։ Ասա ավակ։ Լսի Միքայել, մինչև հասնեմ Երևան խորհուրդ կտամ, տղուտ հանրապետությունից անես, թե չէ իմ սեփական ձեռքերով եմ բառելու։ Ավակ։ Հաստատ դու ես։ Ես ու հերս էլ նստած քեզնից էինք խոսում, զանգեցիր։ Դու ինձ լավ հասկացար Միքայել։ Ավակ խնդիրն է, որ դու սկի քեզ նորմալ չես հասկանում։ Որ բացատրես կհասկանամ ինչ ա եղել։ Եղել է այն, որ մենք Թիֆլիսում ենք։ Իստեղ այդ իմանալը, որ մենք հանրապետությունում չենք, չգիտի ոնց մեզ գտնի որոշել է վրեժ լուծի։ Ինչ ա արել։ Դպրոցն ա վառել։ Ինչ ես խոսում ավակ։ Իմ տղեն հանրապետությունում չի։ Դպրոցը վառվում է 101 զանգ, ինձ ինչ ես զանգել։ Այդ մեղադրանքներն էլ կտանես ուրիշի վզին կփաթաթես։ Հավաքեք, գնում ենք։ Ոնց գնում ենք։ Ավակ ոնց թե գնում ենք։ Գոնե սպասի լույսը բացվի։ Գնում ենք։ Ստեղ մի բան չի։ Գաղտնիքի մասին միտքը ինձ հանգիստ չի տալիս։ Ես վստահ եմ, այդ գաղտնիքն է պատճառը, որ թույլ չեն տալիս Հենրիս ու Անգելինան միասին լինեն։ Հինգ րոպեն չանցած կարոտը խեղտեց հրեշտակիս։ Ասա իմ հրեշտակ։ Հենրի ահավոր բան ա եղել։ Հորդ հո բան չի եղել։ Հենրի դպրոցն ա վառվել։ Ոնց, ինչ ես խոսում։ Ասա, որ դու կապ չունես։ Ոնց, դու ինձ ես մեղադրում։ Ես չէ Հենրի, բայց պապան ավելի քան վստահ ա, որ դու ես եղել։ Մի խոսքով մենք գնում ենք Հայաստան։ Իսկ գիշերով սպասեք թող լույսը բացվի գոնե։ Պապան ասում է հենց հիմա։ Լավ, ես կկպնեմ ձեր հետևից ու կգամ։ Պետք չի Հենրի, պապան տեղից ահավոր ջղայնացած ա։ Չի քննարկվում։ Անգելինա արագացրա։ Տաքսին ներքևում է։ Ասենք ավակը ինձ ասում է, եկա տաղուց սպանելու եմ, հլը դրա դուխին նայի, հլը դրա խոսալը նայի։ Միքայել, կարաս նորմալնի բան բացատրես, բան հասկանանք։ Ասում էր, որ թորդ որոշել է վրեժ լուծի ու գյուղի դպրոցը վառել է։ Դե եթե հաշվի առնենք, որ իմ թորն ու կարա լինի։ Բաբ լավելի, հիմա պետք է դրան արագի մեջ գտնել։ Եթե չի գնաց հետևներից կարամ գտնենք։ Հուսանք այդքան հեռու չի հասել։ Ու բնականաբար ինձ խաբել է, որ Դիլիջանում է, գնացել եմ ընդեղ չէր։ Դա հաստատ է, եթե ուրեմն Վրաստանը իր համար Դիլիջան, իրարից այդքան էլ հեռու չեն։ Բայց եթե իրականում ուզում ես իմանաս ուր է գնացել, գնա Աննային հարցրու։ Մեր ու տղա գաղտնիք չունեն իրարից։ Գիտես չեմ հարցրել, ասում եմ չգիտեմ ու վերջ։ Բայց դու հələ մի պահ պատկերացրու, եթե վառած լինի գյուղի դպրոցը։ Հա, մենք ոչ չենք թողելու մեր տղեն գնա այդ բաժարի պատճառով գորի։ Վայնենա ձեռս անգել։ Գնա Աննային հարցրու իմացի տեղ այդ տղա ջան։ Բազմախպյուրի դպրոցը։
Եթե իսկականից վարելա մալադեց ռիսկով շախունցա։ Դե հենց հիմա ասա որտեղ է Հենրին։ Այսինքն Ինչ այսինքն։ Պարզ չեմ ասում, ուր է Հենրին։ դու նկատել ես, որ այսօր առավոտից նույն բանն ես խոսում։ Չնայած հասկանում եմ հիմա ինչ ես անում, հարձակվում ես, որ իմ հարցերին չպատասխանես։ Կարաս գոնե մի անգամ չերկարացնես խոսակցությունը ու ուղղակի ասես, ուր է Հենրին։ Իսկ դու կարող ես ասել ինչ գաղտնիքի մասին էիր խոսում։ Ես վստահ եմ, հենց այդ գաղտնիքն է պատճառը, որ թույլ չես տալիս Հենրին ու Անգելինան միասին լինեն։ Ես ինչ եմ խոսում, դու ինչ ես ասում։ Ինչ ենք իրար պատմում։ Արագ ասա որտեղ է Հենրին, թե չէ լավ չի լինելու։ Ես չգիտեմ։ Աննա, անհնար է, որ դու չիմանաս Հենրիի տեղը։ Տեղն ասա։ Գաղտնիքն ասա։ Գաղտնիքը ասեմ։ Լավ, եթե ուզում ես ասա։ Տեղ այդ բազմախբյուրի դպրոցն է այրել։ Զանգել էին ինձ ու Հենրիին էին մեղադրում, ու եթե չասես հիմա ուր է Հենրին, այդ ամբողջ մեղադրանքները իր վզին է մնալու։ Միքայել, սպասի։ Չես ասում, հա։ Միքայել, սպասի։ Որտեղ է։ Իմ տղեն ոչ մի դպրոց էլ չի վարել։ Հենրին գնացել է Վրաստան, հիմա Թիֆլիսում է։ Ուր ես գնում։ Գնում եմ Վրաստան տղայիդ հետևից։ Գալիս ես։ Գժվել ես այս գիշերվա կեսին ինչ Վրաստան։ Էդ իմ համար ես անհանգստանում, թե Հենրիի, որ գլուխը չփշրեմ ճանապարհին։ Պապ ջան, շատ տխուր եմ, գնամ տղեկի հետ Դիլիջանում մի քիչ ցրվեմ։ Չի էլ ամաչում, արա։ Վերջ դուր, հա, ինչեր ես խոսում։ Դու ջահել չես եղել։ Հիմա երեխա է, սիրում է, պետք լինի աշխարհի ծայրն էլ կհասնի։ Պաշտպանի։ Դու ասա վերջը լավ լինի։ Ես քեզ չեմ թողնի դու գնաս։ Հանգստացի։ Ես գնում եմ բազմախբյուր տեսնեմ ինչ վիճակ է։ Ձուկը գլխից է պետք բռնել, որ վերջում տղուդ գլխին չսարքեն։ Զգուշ կլինես։ Դե ասա հանգիստ թողելի է երեխուն, որ հետո ստիպված չլինես հետևից գնալ։ Դու ինձ դեռ կասես ինչ գաղտնիքի մասին է խոսքը։ Չմտածես, որ մոռացա։ Ուտելու համար կա համապատասխան տեղ։ Հա, հասկացան, գլու ամեն ինչի վրա խոսում ես։ Ես որ դեպրեսիայի մեջ եմ լինում, պիտի ուտեմ, չեմ կարա չուտեմ։ Մեկը հարցնի, դու գիտես դեպրեսիան ինչ է։ Լսի Ձար ջան, հալալիդ փուրը չես տա, չէ՞։ Ինչ չի թվում Միքոն հավատաց, որ իր տղու համար է մեկ էս տե մնում։ Դրանք որ իմացան վերջս կտան։ Այ Ձար ջան, ես տեղս չեմ գտնում, քուն դատար չունեմ, դու ինձ բանի տեղ չես դնում։ Ինչքան ես խոսում դու։ Հալալն ու հարամը խառնելը իրար։ Ինձ համար մեկ է։ Միքոն թե Հենդոն ինչ կմտածեն, ինձ հիմա ավելի կարևոր է ընկերդ։ Զանգի տես ուր է։ Զանգելու կարիք չկա։ Անհասանելի է։ Այդ լավ չի։ Հիմա լավա, վատա, էտա։ Վերջի շրջանում Հենրին հեռու է պահում։ Լավ կլիներ, մոտ լիներ, որովհետև այդ ընտանիքի ամեն քայլը մեզ համար շատ կարևոր է։ Իմանան ինձ կփոշիացնեն։ Երիկա նվնվաս, դու քո գործն արա։ Քեզ ասեցի, ուտելու համար համապատասխան տեղ կա։
սենց անհանգիստ։ Ինչ ես անդադ հետ նայում։ Ինչի՞ մամ, անհանգստանալու պատճառ չունեմ։ Դե հա։ Բոլորս էլ լարված ենք։ Բոլորիս համար դա ահավոր ցավ է։ Բոլորս էլ վատ վիճակում ենք։ Հիմա Աստված գիտի այդ լակոտը ուր է։ Երևի օդանավակայանի ճանապարհին է։ Ես շախունցներին լավ գիտեմ։ Նրանք հանգիստ տեղը նստողը չեն։ Պապա, բայց առանց հստակ իմանալու ո՞նց ես մեղադրում։ Ես շատ վստահ եմ։ Եվ ոչ թե նրա համար, որ սպառնում էր դպրոցը քայրեմ, այլ նրա համար, որ քեզ կորցնում էր։ Դու ինչ գիտես, որ մեղավոր չի։ Ինչ գիտես։ Ինքը չէր, որ ասում էր դպրոցը քանդելու է։ Ինքը չէր։ Մեղավոր չի։ Գալիս եմ հետևիցդ։ Քեզ մենակ չեմ թողնի հրեշտակս։ Ես պիտի իմանամ ես ինչ էր։ Ով վառեց այդ դպրոցը։ Չնայած կարող է Աստված էր սենց գծել։ Դպրոցը վառվեր, որ հրեշտակս Հայաստան գա։ Մեզ բաժանել չեք կարա։ Պաստորեն, որ պետք լինի, բազմաղբյուրն էլ կվառվի, բայց մեզ չեք բաժանել։ Աբա։ Հա, լավ ես։ Զանգել ես մեղադրես, արդեն գիտես։ Ուզում էի իմանայի Խինկալիի համը լավն էր։ Բաց չէր։ Ինձ լսի։ Եթե սրանից հետո ինձ տեղյակ չես պահել, ուր ես գնացել։ Ինչ։ Ինչու հիմա ասել էի։ Դու գիտես, որ այդ դպրոցը վառվում է։ Ասենք թե գիտեմ, պապ, ինչ։ Ինչու հիմա ասել էի։ Երևի էլ ռեսուրս չես ծախսի քանդելու վրա, միանգամից կսարքես։ Գոնե գիտես ինչ թեմաներ աստեղ ֆռում քո վրա։ Պապ, գիտեմ, ես կապ չունեմ, այդ ընթացքում Խինկալիի համն էի փորձում։ Չես հանձնվում էլի, լակոտի նման վազում ես այդ աղջկա հետևից։ Հա, ես շախունց եմ, հանձնվել չգիտեմ։ Դու հիմա ուր ես։ Գնում եմ տեսնեմ վառվող բազմաղբյուրում հիմա խնջույքը ինչ փուլի վրա է։ Մենակ։ Չէ, բա ՇՔ խմբով։ Արագացրու արի տեսնենք ինչ ենք անում։ Այս հարցը ոնց ենք լուծելու, 1000 չուզող ունենք, մեկ է տեսար գլխներից սարքեցին, արա։ Պապ ջան, հանգստացի, որ ասում եմ կապ չունեմ, ուրեմն կապ չունեմ, հա։ Լակոտին նայի։ Նենց հանգիստա ոնց որ այս ամենը իր այդ կապ չունի։ Դե իմ կտորնա։ Այ բալես անընդհատ նյարդային վիճակում ես։ Չես մտածում, որ քեզ կվնասես։ Թողում եմ, որ հանգիստ մնամ։ Ես պիտի իմանամ այդ ինչ գաղտնի, կամ ինչև չիմանամ չեմ հանգստանա։ Հայ դե հերու տղա են, միգուցե իրաց գործերի հետ է կապված։ Պրոկուրորն անբերությանս բաժակը լցվում է։ Ես վստահ եմ այդ գաղտնիքն է պատճառը, որ չեն թողնում երեխեքս միասին լինեն։ Մտածում եմ, կարող է Բագրատին խնդրեմ այս հարցում ինձ օգնի։ Հիմա ավելի անհանգստացնողը Հենրին է։ Հենրիի համար ես հանգիստ եմ, գիտեմ, որ տղես մեղք չունի։ Հիմա մտածում եմ, եթե այդ դպրոցը վառվեց, Անգելինայի ծնողները Վրաստանում չեն մնա, հետ կգան, չէ՞։ Իհարկե չեն մնա։ Տնորեն մարդա պիտի գա այդ դպրոցին տեր կանգնի։ Հենրի սեր կգա, կհասկանանք ինչ ա եղել։ Ինչ հետաքրքիր է, չէ՞ հորքուր։ Ոնց որ երկու ճակատագրական գծեր կողք կողքի քայլեն։
Մեկը ամեն ինչ անում է, որ երեխեքը միասին չլինեն, մյուսն էլ ամեն գնով փորձում է օգնել։ Մեր դեռ խորհուրդը մարդկանց նա իսկ կամքը Աստծուն է։ Մեծ կան չէ բաներ, որ մեր ձեռքերում են։ Մեկ-մեկ էլ պետք է խելացի լինել։ Բալես։ Մի հատ էս խմորեղենից էլ կեր։ Առավոտվա թխածս է։ Կեր։ Կասկածներ կա ինչից, հա։ Չէ, բայց սրտիցս արունա գնում։ Դե հին դպրոց էր, կարող է հոսանքի խնդիր լինի կամ լակոտների ձեռի գործա։ Ինչ իմանամ, կիմացվի։ Հետաքնություն կլինի կիմացվի։ Խոսակցություններ չկան։ Յուղը քնած է, լույսը բացվի։ Ժողովուրդ ամեն մի բան խոսալու են։ Ափսոս։ Երեխեքը առանց դպրոց մնաց։ Չեն մնա, կարևորը մարդկային վնասներ չնեղը։ Քարը քարին կդրվի, դպրոցն էլ դպրոց կդառնա։ Լավ չեղավ։ Հազիվ գնացել էին, կամաց կտրվում էին իրարից։ Այս կրակները հեչ կհանգցնենք, բայց ջահել են։ Դրանք նենց են վարվում, իրենց հանգցնելը զոռ է։